Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը. իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, ում ես հուսացած եմ, որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից, նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը ասպար է և զրահ, դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտից, որ խավարում շուռ է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրում։ 1000 հոգի քո կողմից կընկնեն և 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և ամբարիշտների հատուցումը կտեսնես, որովհետև դու ես Տեր իմ հույսը, դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի և նեղություն չի մոտենա քո բնակարանին, որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտքը քարին չդիպչի։ Առյուծների և իժերի վրա կգնաս, առյուծի կորյուններին և վիշապին ոտով կող կտաս, որովհետև նա ինձ ցանկացավ և ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ ճանաչում է իմ անունը, նա կկանչի դեպի ինձ, և ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան, երկայն օրերով կկշտացնեմ նրան և իմ փրկությունը ցույց կտամ նրան։